Նիկոլը ձգտում է Հայաստանում հաստատել անձնիշխանություն, նա ոչնչացնում է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, նա կազմաքանդում է հայ առաքելական եկեղեցին, նա ամենուրեք սերմանում է պառակտում, անօրենություն, բաժանում, սա է Նիկոլ Փաշինյանի կառավարման ժառանգությունը։ Հիմա էլ լսեցիք հա այս վերջին դրվագը, ասում է այդ շունշանգյալի պատմությունը, ասում է բանա, այդ ով որ քվեարկի ինչ-որ մի քանի տենց ուժի անունա տալիս, ասում է ես չեմ հավատում, որ այդքան շունշանգյալ կա, որ այդ մարդկանց օգտին կարան քվեարկեն։ Գիտեք, եթե ինքը այդ արտահայտությունը օգտագործեր քաղաքական օպոնենտների նկատմամբ, ես դա կհամարեի ներելի, բայց երբ որ ինքը այդ արտահայտությունը օգտագործում է սեփական ժողովրդի բնորոշելու համար, ուստեղ կարևոր չի ինչ հատված է ժողովրդի, մեծ հատված է կամ փոքր հատված է, որ այդպես են մտածում, եթե ինքը ժողովրդի նկատմամբ օգտագործում է շունշանգյալ այդ արտահայտությունը, դա բնորոշում է Նիկոլ Փաշինյանի ամբողջ բնութագիրը եւ պատկերը։ Տո շունշանգյալը դու ես։ Այս ինձ իրավունք եմ հիմա վերապահում իրեն ասել սա։ Շունշանգյալը դու ես, որը այդ շունշանգյալը քո ամբողջ թիմն է եւ մեղք է այս ժողովուրդը, որ ձեռն է անգել այդ արկածախնդիր տգետ ապաշնոր շունշանգյալի ձեռը։ Այս մեծ համար աններելի եւ անընդունելի վերաբերմունք է, որովհետեւ հայ ժողովրդին այսպես վերաբերվել չի կարելի։ Հայ ժողովրդին պետք է սիրել, գուրգուրել եւ մենք կոնկրետ խոստանում ենք ձեզ հետեւյալը։ Սա արդեն համարեք իմ ելույթի վերջը, ես ուղղակի ուզում եմ ասել, թե մենք ինչ ճակամարտի ենք գնում ու ինչի ենք գնում այդ ճակատամարտի։ Որ Հայաստանին պետք է նոր առաջնորդող ուժ, որը հենվելով իրատեսության եւ ռազմավարական հաշվարկի վրա կապահովի Հայաստանի անվտանգությունը, որը մշտապես եղել է ինքնիշխան խաղաղության կողմնակիցը եւ միակը, որը գիտի, թե ինչպես է պետք հավասարակշռել հարաբերությունները գերտերությունների հետ եւ ամենակարևորը պաշտպանել մեր անկախությունը, որը կարող է Հայաստանի զարգացման ուղղված մեծ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել, ինչպիսին է մեր ծրագրի մեխը Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցումը եւ հյուսիս-հարավ ավտոճանապարհի վերջնական ավարտը, որը ցանկանում է Հայաստանում պաշտպանել ժողովրդավարությունը եւ ստեղծել այնպիսի տնտեսություն, որը կծառայի բոլորին, դա կոչվում է ներառական տնտեսություն, որն ի վիճակի է իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն եւ Հայաստանը դարձնել գիտատեխնիկական առաջընթացի առաջատար, որը կապահովի հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, սեփական ժողովրդի նկատմամբ, կվերականգնի հանրային համերաշխությունը, կապահովի օրենքի եւ սահմանադրության գերակայությունը, կպաշտպանի հայ առաքելական սուրբ եկեղեցու իրավունքներն ու դերակատարությունը, որը կպաշտպանի Հայաստանի անկախությունն ու նրա հիմքերը, ես նկատի ունեմ նաեւ անկախության հռչակագիրը եւ մեր պատմական մշակութային ինքնությունը։ Ես ձեզ շատ շնորհակալ եմ, որ դուք համբերություն ունեցաք լսելու իմ ելույթը, բոլորիս մաղթում եմ ընթացք դեպի հաղթանակ։ Շնորհակալություն։
եւ ի գործ։ Ոնց որ թե հաղթելու եք։